Շացրելի քույրեր եւ եղբայրներ կբարևենք ձեզի ես Էփիթեր Նիկոսյանը եւ այսօր պիտի ավարտենք հայտնություն Հովանու քիրքը եւ ձեզի պիտի ներկայացնենք 22-րդ գլուխը բարև Պիտեր Բարև Դարին, ինչպես ես այսօր նորեն շատ հավասար զիազանից ավորգը փայլիս ալֆա օմեգա ասան քուլուխդ քիչ մշարժեսն է կդեսնամ որ մեկ հատ հարց մնա այո հա այդ հարցը սպիտակ հակած դերոջը գմոդենա մենք իրեն կներկայացնենք այրը լա մարդ լագին տարբերությունների երկուսը հարց են Քրիստոսի հետ կապված ամեն շատ գեղեցիկ պատկեր է շատ շատ գեղեցիկ օրմը իրականը պիտի տեսնանք այս ամենը հա մենք ենք իրական այո So դեսնանք որ հավատքի աչքով ցավ չի գա արցունք չի գա մարմնի ցավ չի գա նեղություն չի գա խաղաղություն գա ուրախություն գա ամեն ամեն եւ ամեն ասփոլը մեզի հետ կդանի եթե մի բարդեզի Դանչի դորեն հիմա պիտի տեսնանք Կարդամ 22-րդ գլուխը այո եւ սալիգը ցնենք եւ սկսենք անոր որ դունենք հետևին կարողանան հետևիլ մեր ընթերցումներուն շատ լավ ուրեմն այստեղ են սկսենք from current slide եւ voilà ուրեմն այսօր ինչ որ մեր յետին է քիչ ավելի մեծ ծավալով այստեղ տեսնվի այստեղ կսե call to me and I will answer you and tell you great and unsearchable things you do not know ինձ կանչեցեք եւ ցեզի պիտի պատասխանեմ եւ ցեզի պիտի անկիդակսապար բաները ցեզի պիտի փանամ եւ ցույց տամ այս ծավով սկսենք մեր այսօրվա ընթերցումը 22-րդ գլուխում մեգեն 5 համարները խնդրեմ Ինձի կյանքի ճուրի կետ մծուցուց ագնվանի բես բայձար, որ աստուծո ու կարնուգին աթորեն գելլեր։ Այն քաղաքին հրապարակին մեջ ու այն կետին մեկ կողմեն ու մյուս կողմեն գենաց ձար մգար, որ 12 գերբ բդուղ գբերեր։ Ամեն ամիս իր բդուղը գուտար։ Այն ձարին դերևները հեթանոստերուն բժշկություն գլային։ Ալպենամ նզովք պիտի չլա։ Անոր մեջ պիտի լա աստծո ու կարնուգին աթորը։ Անոր ձարաները պիտի պաշտեն զանիգա։ Անոր երեսը պիտի տեսնեն։ Ու անոր անունը իրենց ճակատներուն վրա պիտի ըլլա։ Հոն ալքիշեր պիտի չլա։ Եվ ջրակ ու արևի լույս պետք չէ։ Քանզի դեր աստված պիտի լուսավորե զանոնք եւ հավիդյանը սավիդյանից պիտի թակավորեն։ այո ուրեմն սկսենք ամիջապես առաջին համարեն որ այս համարի մեջ մեզի գտեսնանք որ քետ մգը գուքորտի որ գուքավոր եւ այս քեդը գենաց քետն է աբագերեն բյուրեղ քետմը որ ասու խորանեն գփխի որ ուրեմն մենք ասու խորանը տեսանք 4-5-րդ գլուխը ցեվո մահոս նույն բանն է բայց այս Պատկերի ներկայացված է ըստ վերջին գլուխը որ նայեցանք 21-րդ գլուխը եւ այնտեղ մենք տեսանք որ այդ քաղաքին գետրոնը քարնուկ մգա որ քաղաքին մեջ դաջար վեճիգա գսե ինքն է այդ դաջարը նաեւ տեսանք որ արև եւ լուսին վեճիգա այնտեղ որով քարնուկն էր իր լույսը եւ հիմա կտեսնանք որ այդ նույն գետրոնը այդ քաղաքին Քարնուկը որ այնտեղ է, նաև քետ գհոսի այնտեղ են։ Եվ նաև տեսնանք ձար մգա, եւ հիմա ուրեմն նայեք, այս քեդը որ ներկայացված է այստեղ, երևակայ որ քաղաքին գետրոնն է։ Եվ այնտեղ քեդը քարնուկեն գփխի որ։ Այս մեզի ինչ կհիշեցնի, մեզի յետ կդանի ծննդոց քիրքին երկրորդ գլուխի 10 համարը, որ այնտեղը Եթե մի բարդեզի մեջը քետ մգարկս եթե նայիսն է մեկ քետ էր որ 4 ջուղեր ուներ մասնաջուղեր այդ մեկ քետը այդ քեդին գետրոնը նաև գար գենաց ծառը եթե մի բարդեզի մեջ այդ քետը վերջի 4 մասնիկներ մասնաջուղեր ունենար մեկը
Եփրատ եւ Տիգրիս, Փիշոն եւ Գիշոն քեդերը։ Բայց մեկ քեդեն ջուղավորվեին 4 արվակ 4 քեդերու։ Այստեղ այդ մեզի յետ կդանի մեր հիշողության այդ ինչ որ եթեմի մեջ այդ պարտեզի մեջ Ադամ Եվա գտնային վայելել հավերժության մեջ, բայց իրենց մեղքի պատճառով գործընծուցին։ Հիմա հոս քարնուգին միջոցով իր զոհապերության, իր արյունը որ թափեց խաչին վրա, մեզի պատճառ գլա որ արդարանանք Աստծո հետ, այսինքն շնորհքի միջոցով նվեր մնե, եւ մեզի գվերագանքնեցնի այնինչ որ Ադամ Եվա գործընծուցին։ Այնինչ որ Հիսուս ասավ Սամարացի գնոջ, եթե դու գիտնայիր որ քեզ մե ով գուզե որ այս ճուրը, որ այդ չրհորին եկած էր, որ Հակոբի չրհորն էր, ասավ ես քեզի գենթանի ճուր պիտի տա, ես կրնամ քեզի գենթանի ճուր տա։ Այդ հնարավորությունը այսօր քեզի ինձի դրված է։ Մենք ենք որ այսօր այս հարս եկեղեցին եկած ենք Սուրբ Սիոն սարը, եկած ենք այս քաղաքին գետրոնը եւ եկած ենք խմելու այդ կենաց ճուրեն։ Եթե նայես Երեմիան ինչ ասած էր այսօր մասին, ասած էր երկրորդ քուխուն 13 համարի մեջ իմ ժողովուրդս, այսինքն Իսրայել ժողովրդի 5 դարանի մեջ, երկու մեղ կործած է։ Մեկը ագ ու աղբյուրը թողած է, որ Աստված ինքն է, ինքը, անձը, եւ երկրորդ ցակ-ցակոտ քուփեր փորած են, ուրիշ միջոցներով ինքնին կփորձեին հակեցնել, գուրքերով, ուրիշ բաներով որ կսիրեն ավելի, որ չի գնար ցակ-ցակոտ քուփը դեր մնա որ ճուրը չի բռներ։ Բայց հիմա մենք թուն եւ ես եկած ենք ագ ու աղբյուրին հոգին մեջ, հոգիով եւ ճշմարտությունը մենք պետք չունենք Երուսաղեմը լալու կամ նոր դաջար մշնելու կամ նոր քաղաքը լալու, մենք ենք քաղաքը, Քրիստոս է կետրոնն այդ քաղաքին, ինքն է լույսը, ինքն է քարնուգը, ինքն է դաջարը, ինքն է գենաց ճուրին աղբյուրին ագ ու աղբյուրը բանը ագը եւ կետրոնը։ Ուրեմն գիտես Սամոս 46-ի մեջ գսե 4-րդ համարի մեջ գսե քետ մգա գսե որուն իր քեդին ճուրերը գուրախացնեն Աստծո քաղաքը։ Այս 46-րդ Սամոսի 4-րդ համարն է։ Եթե ուզես մեկ հատ ընթերցել։ Քեդին բդագները պիտի ուրախացնեն Աստծո քաղաքը, բարձրելույն սուրբ բնակարանները։ Ուրեմն այս է, այս քեդը հիմա մենք այս քեդին ասիկա մարդկային օրեն քեդը չի աշխարհի վրա։ Ասիկա հոգևոր իմաստով խոսքը եւ սուրբ հոգին է որ մենք հիմա գժաշակենք որ հիմա գխմենք որ մենք այդ քաղաքն մենք ենք եւ այդ քաղաքը եկեղեցին է եզերական եկեղեցին մենք այս քաղաքին ագոր աղբյուրը Քրիստոսի խոսքը եւ սուրբ հոգին է եւ գուրախացնե այս քաղաքը եւ նաեւ Եզեկիելի 47-րդ գլխում մեկին 12 համարներու մեջ այնտեղ այդ նույն նկարը մարգարեացված էր Եզեկիելի միջոցով գտնանք ընթերցել խնդրեմ 47-րդ գլուխը Եզեկիելի 47 մեկին 12 համարները Այո միան գտնամ Այո 47-րդ գլուխը Ezekiel chapter 47 Այո verse 1 to 12 Այո verses 1 to 12 մեկին 12 գարտամ Այո Զիս նորեն դաջարին թրանը յետևը փերավ, արևելյան գոմեն դանը սեմին դագեն չուրեր գելեին, քանզի դանը երեսը թեպի արևելքեր, ու չուրերը դանը աջ գոմին դագեն սեղանին հարավային գոմեն գիչնեին։ Ապա զիս հյուսիսային թրանը ջամփայեն հանեց եւ առաջնորդեց թեպի արդակին թուրը, որ արևելք կնայեր եւ չուրը գոհոսեր թեպի հարավային գոմը։ Այն մարդը, որ իր ցերկը լար ուներ, թեպի արևելք գնաց ու 1000 գանկուն չափեց եւ զիս ճուրերեն անցուց։ Ճուրերը մինչև քարշաբարները զգելեին, 1000 գանկուն եւս չափեց եւ զիս ճուրերեն անցուց։ Ճուրերը մինչև զունգերը զգելեին, 1000 գանկուն եւս չափեց ու զիս ճուրերեն անցուց։ Ճուրերը մինչև մեջքը զգելեին, նորեն 1000 գանկունալ չափեց, ուր այնպիսի քեդը եղած էր Ուրգե չէի կրնար անցնել, վասնզի ճուրերը հորթեր էին ու այնպիսի քետ մգազմեր էին, ուրգե մարդ չեր կրնար անցնել առանց լողալու։ Այնադեն ինձի ըսավ, դեսար, որդի մարդո,
եւ զիս դարավ ու կեդին եզերքը բդծուց։ Երբ կբդդեի, տեսած է կեդին երկու եզերքը խիստ շատ ձարեր գային։ Ինձի ըսավ. այս ճուրերը արևելյան գոմեն գելեն ու անաբադը գիչնեն ու ձովը գերտան եւ ձովուն խառնվելով անոր ճուրերը գթարմացնեն։ Կեդը ուր որ երթա, բոլոր գենթանիները պիտի ապրին, ծուգերը խիստ շատ պիտի արադանան, քայզի այս ճուրը ուր որ մտնե գմակրե եւ ուր որ հոսանքը երթա, հոն գյանքը պիտի ապրի։ Անոր վրա ենքաթիե մինչև ենեք լայիմ ցկնորսներ պիտի գայնին, հոն ուրգաններ փրելու դեղ պիտի ըլլա, ուրգաններ փրելու դեղ պիտի ըլլա, ցուգերը դեսակ պիտի ըլլան, մեծ ծովուն ցուգերուն պես, խիստ պիտի շադնան, բայց անոր դղմալից դեղերն ու ջախինները պիտի չթարմանան, անոնք աղի համար պիտի պահվին, ու կեդին երկու եզերքները ամեն տեսակ բդղապեր ծարեր պիտի պուսնին, որոնց դերևը պիտի չթարամի ու բդուղը չհատնի։ Ամեն ամիս նորեն բդուղ պիտի տան, վասնզի անոր ճուրերը սրբարանեն գելեն եւ անոնց բդուղը գերագուրի համար ու դերևները փուժարար պիտի ալլան։ Okay, կտեսնես Եզեկիելը այս բաները ինքը իր ժամանակեն տեսած էր։ Շատերը ասում կառնեն այս մարգարեությունները եւ գսեն չէ առաջ Եզեկիելի այդ տաճարը նորեն պետք է շնորհի տաճարեն ֆիզիկական ճուրեր պիտի փխի Երուսաղեմեն ուր որ տաճարը պիտի շնորհի եւ Հիսուս անդեն պիտի իշխե եւ ամեն կողմած ֆիզիկական ճուրը պիտի երթա ֆիզիկապես ամենուն պիտի առողջացնի սիրելիներ այս մեզի Հովանեսը հայտության քիրքի միջոցով կհասադե որ Քարնուգն է այս ագու աղբյուրը, Սիոն սարն է, անդեն կփխի որ վերեն վար, այսինքն Սուրբ Հոգին ոլորտի այդ անդեսանելի ոլորտ է եւ ուր կփխի որ Հիսուսը սա Հովանու 7-րդ գլխու 37-ին 39 համարներու մեջ որ ով որ ծարավ է սա թող քա եւ խմե գենթանի ճուրեր միդամ եւ իր փորեն գենթանի ճուրեր պիտի փխի ուրեմն մենք Թուն եւ ես հիմա Աստծո խոսքեն այս կենթանի ճուրերը կխմենք որքան Աստծո խոսքը մենք կճաշակենք կխմենք հետո մենք կլեցվենք եւ վերջը մեր փորեն գսեք մեր փորեն մեր սրդեն այսինքն մեր խորքեն գփխի կենթանի ճուրեր որով Հիսուսը ասավ չէ մարդուն շրթունքները իր սրդին ավելցուգեն գխոսին մեր սրդի մեջ հիմա կլեցվի որ Աստծո խոսքը Եվ հին ուխտեն, նոր ուխտեն, եւ այդ կփխի որ եւ հիմա ով որ մտիկ կնե որ այստեղ են մինչև աշխարհի 4 ծայրերը այս քեդը կփխի որ եւ գլսեն որ եւ կգշտանան որ Աստծո խոսքով Աստծո Սուրբ Հոգին օծությունով եւ ինչ որ գործունցուց Ադամ Եվա եթե մի բարդեզի մեջ բարդեզ բարը բարձկերեն բարը բարդիս է բարձկերեն բարը եւ եթե նայիս Բարսկաստանի ուր որ հիմա կբادرազմին որ եւ այդ տարածքները անոր հյուսիսային գոմը որ Հայաստանի սահմաններուն գոմն է այդ տարածքները առաջ Հայաստանի մեկ մասն էր այդ տարածքներում մոդեր այդ բարդեզը սվածը բարդեզը սելե բան ֆարսի լեզվով որ ցանկապատված դերմը որ ծաղիկներ բաներ փույսեր շատ քերեցիկ դերմ այդ բառը մենք հայերենով բարդեզ գսենք բարսկերենով ֆարսի լեզվով բարդիս է Անգլերենով paradise այդ տեղը դարածք մնե որ գա որ գհիշվի այդ տարածքը եթե Google Maps-ի վրա նային գտնան բայց այդ տեղը չէ որ կարևոր է այլևս մեզի համար պարդիսը Քրիստոս ինքն է եւ որ մենք իր մեջն ենք ինքը մեր մեջն է մենք իրեն գվայլենք գենաց царին իդ կրնանք մոդենալ որ Քրիստոս ինքն է բացատրեցինք որ Քրիստոսն էր որ խաչին վրա փայդին վրա մերավ անեցքի վրա արա բայց հիմա ինքն է որ յանք մեզի կպարկել է ծաղկած խաչն է որ հայրենով այդպես կսենք շատ անգամ չէ խաչը ունենք եւ ծաղիկներու մեջ են գծաղիկ յանք կփխի որ խաչի միջոցով մահը եկավ բայց խաչը հաղթեց եւ յանք եկավ Քրիստոսի միջոցով ինքը անեցքը օրտնության յանքի վերածեց Մենք այդ царին հիմա եկած ենք փոխապերական օրեն չէ հոգևոր օրեն մենք այդ цаրը գրնանք հիմա ուդել խմել ծածկվել ինչ որ Ադամ Եվա փորձեցին ինքնին ծածկել մենք այդ տերևները մեզի կծածկեն Քրիստոսի արյունն է
եւ ազգերուն բժշկություն գլագսե։ Ուրեմն նա ինքը այս Դերևներ են, համարները Պիտեր, այսօր գանած դերևները թե ոչ նորեն փարացի է։ Դերևներ նորեն գոր բուժիչ են, նորեն այս տերևները մեզի համար փոխապերական միտքով, նորեն։ հոգևոր միտքով Քրիստոսի արյունն է։ Քրիստոսի արյուն իր վերքերով մենք բժշկված ենք, չէ՞։ Այո, Իր վերքերով։ So, եւ որ Ադամ եւ Եվա փորձեցին ինքնին ծածկել, իրենց մեղքը ծածկել, ինչով փորձեցին թզենի դերևներով։ Իրենց ամոթը ուզեցին ծածկել։ Աստված ինչ էր, անասումը մորթեջ, չսեր այնտեղը ծննդոց գիրքի մեջ որ քարնուկ էր, բայց շատ ավանական քարնուկի մորթը փանը մորթեց արյուն պետք էր թափվել, այդ արյունը իրենց վրա հագցուց այդ մաշկերը իրենց եղավ ծածկոցը իրենց մեղքերուն համար։ Հիմա մենք կծածկվենք Քրիստոսի արյունով, մեր մեղքերը հոգևորապես հավատքով եւ որ ընդունենք որ Քրիստոսի այդ թափած արյունը խաչին վրա այդ խաչը ծառը խորհրդանշելով արյունը դերևներ այսինքն միջոցը որում միջոցա մեր մեղքերը գծածկվին մի անգամ միշտ բոլոր ազգերուն համար այդ է միջոցը որում միջոցով մեզի դերը եւ ազգերը կբժշկի իր արյունը ֆիզիկական դերևը չէ որ անշուշտ մարդիկ կկործածեն չէ դերևներ երբեմն tea tree leaves այդ թեյերը որ գխմենք բաները ուժիչ ուժեր ունին մեջը բայց այս հոգևոր միտքով մենք պետք է նայենք եւ կսե 12 ամիս այս ծառը բդուղ գուտար նորեն ամիսներու մասին կխոսենք որ եթե ասիկա միա նոր երկինք նոր երկրի մեջ պիտի լա նոր երկինք նոր երկրի մեջ դարիներ պիտի չլան այլևս օր պիտի չլա այլևս որով ժամանակը քոյություն պիտի չունենա այս միտքերը հիմակվա համար է մեզի համար կհասկանաս հոգևոր միտքով հոգևոր իմաստով ամեն ամիս հավերժության մեջ ամիս պիտի լա հավերժության մեջ ժամանակ պիտի լա հավերժության մեջ օր պիտի լա ոչ հավերժություն պիտի լա ժամանակը քոյություն պիտի չունենա նոր երկինք նոր երկրի մեջ եւ Քրիստոս պիտի լա լույսը Քրիստոս պիտի լա ծառը Քրիստոս պիտի լա միջոցը որուն այդ գենթանի ճուրը այն ինչ որ Սամոս 1-ը որ կարդացինք ինքը այդ ծառն է որ ճուրիկով դնգված արվակներուն մեջ թրված է որուն իր ժամանակին իր բդուղը գտա ասիկա մեզի համար է այսօրվա համար թե երբ որ ամիսներ կան թե երբ որ հիվանդություն կա նոր երկինք նոր երկրի մեջ ինչ հիվանդություն պիտի լա մենք կտեսնանք ասիկա գսե ազգերը բժշկելու համար ազգերը բժշկություն պետք պիտի ունենան հավիտենական նոր երկինք նոր երկրի մեջ արդեն պիտի մահ չի պիտի լա սուկ չի պիտի լա քաղց պիտի չլա ուրեմն ինչ ասիկա թեր գխոսի գոր Հովանես այս ժամանակաշրջանի համար մեր ներկայիս ժամանակաշրջանի համար okay so այս ծառը որ գտեսնա որ ամեն ամիս բդուղ գտա որ ամեն ամիս տարբեր բդուղ այսինքն տարբեր կորձողություն կգադարվի որ ասո գոմեն չեն կրնարսել փարացիորեն ճիշտ ինչ է ճիշտ ինչ բդուղ է այսինքն թզենին գար այդ թզենին կորձածին մարդկային օրեն ինքսին ծածկելու կորձը չկատարեց so հոգևոր առումով ինչ դերև է ինչ բդուղ է տարբերություն չներ Քրիստոսի արյունն է որ մեզի կյանք կտավոր իր մեջը պիտի մնանք իր մեջը մնալով մենք կյանք ունենք իր մեջը մնալով մենք կրնանք աջիր բդուղ դար եւ մեր բդուղը մնայուն լա քարնուկնալ նաեւ արյունն է հութայի արմատի այս նկարի մեջ նայից այստեղ քարնուկ մգա որ ճուրերը գորտին որ ավնին գավորով սուրբ ոգին գիշեցնե որ այդ սամարացի գնոջը սավ գիտես կենթանի ճուրերը գենատ ծառը գա կետրոն այս քաղաքին եւ արյունը գա որով քարնուկը արյունը ճուրը ավնի ամենը մեգացած է նույնացած է եւ մենք այդ եկած ենք հիմա խմելու եւ կշտանալ ունենք հիմա փածված մեզի ինչ որ Ադամ եւ ագործուցին այդ Պարսկաստանի տարածքներ որ գարելի նախկին Հայաստանն էր այդ տարածքներն էր որ Նոյը այդ տարածքներու մեջն էր որ դաբանը շնեց եւ այնտեղեն փարսացավ ամեն աշխարհը չրեղով ծածկվեցավ դաբանը քիչ ավելի հյուսիսային կողմ եկավ Արարատ դերան փեշերուն իջավ նոր սկիզբը սկսավ բայց այդ նոր սկիզբը մեզի համար դաբանի մեջ մտնողները չեն միայն որ կփրկվին հին գտագարանի միտքով
այլ անոնք որ Քրիստոսի մեջ կմտնեն, դաբանն է մեզի համար Քրիստոս այսօր։ Նոր կյանք, նոր սկիզբ, նոր թրախտ, նոր ձար, ամեն բան մեզի դրված է այսօր հոգևոր առումով։ Խորհուրդ բաներ են ասոնք հասկանալու, բայց մենք ունենք այդ վարակույրը, եւ որ բادرվեցավ այդ եւ որ Քրիստոս խաչի վրա մեռավ, ինչ բացվեցավ սրբության սրբոցի այդ տարածքը։ Սրբության սրբոցը գխորհրդանշեր Բարդեզը, որով այնտեղ գար մանանան երկնային, այնտեղ գար Ահարոնի խավազանը, որ մեռած փայդեն կյանք եկավ, կար 10 պատվիրանները, մեզի թուրը բացված է այլևս։ Մենք ֆիզիկապես դեմը բեչունին կերտալու, որ այդ կենած ծարեն, մարդիկ չեն հասկանալ, գսե, օ, երանի գտնայինք այդ Բարդեզի դեմ, չենք գիտեր, որով գիտենք Տիգրիսը եւ Եփրատը գար, բայց մոտավորապես չենք գիտեր, որ Քիշոնը ուր է, բայց այդ անգամ մոտավորապես այդ Պարսկաստանի տարածքներն են, բայց հոն երթասն է, բամը չի պիտի փոխ։ Քրիստոսի մեջ լալն է եւ գենթանի ճուրը խմել իր խոսքին եւ Սուրբ Հոգին ջաշակերն է այսօր, որ մեզի գշտացին է կփոխե եւ մեզի նորոգե։ Նայ այստեղ այլևս կսե անեց կպիտի չլա։ Ինչու, որով Քրիստոս մեզի համար անեցքի իր վրա գրեց, ինքը խաչը քնած եւ մեզի երանելիություն օրհնությունը տվավ հավինենական կյանքի մեղքերու թողություն։ Խաչը քնած ինքը մեռավ, ինքը վճարեց քինը եւ ինքը մեր մեղքերը իր վրա վերցնով բոլոր մարդկության, ով որ հավատա, եւ ինքը մեզի իր արդարությունը տվավ, իբրև նվեր շնորհք։ Այսօր մենք ունենք փած թուրմը իր ներկայության մեջ Եբրայեցիս 4:12 կգսե, չէ, որ մտեք իր շնորհքի խորանը համարցագորեն։ Կրնանք մտնալ այդ ներկայության, այդ խորանը, այս ուր որ գետրոնն է այս քաղաքին, որ եկեղեցին է։ Փոխապերական կամ հոգևոր իմաստով։ Եվ որ եկեղեցին թուն եւ ես իրար հետ կհավաքվին կամ ուրիշներ եւ գիրագի օրը կամ ովևէ մի օր մենք մտածենք այնտեղ եւ կսկսենք ճաշակել Քրիստոս։ Կտեսնանք ինչ քաղցր է դեր։ Շատ։ Սո կտեսնաս այստեղ այս անցը այստեղ նկարի մեջ ճուրի մեջ գծած գլողա ծարերը կան բդուղ դինայի 5 տակարանին Եզեկիելի մարգարեությունը կարդացիր այդտեղեն այդ ճուրը գփխի որ խորանեն tree of life, okay? Եվ ասիկա կարագած քիրքի մեջ նա հիշված է 3-րդ գլուխը 18-րդ համարը գսե գենացարը գսե իմաստությունը ներկայացվի իբրև գենացար այդ հասկանալու համար այդ համարը մենք պիտի հասկանանք որ Քրիստոսն է Աստծո իմաստությունը, ուրեմն ինքն է գենացար։ Հասկանաս։ Այո։ Արագած 3:18-ը ինչ կսե։ Գսե անիգա իրեն հարոներուն գենած ձար է, ուզինք բռնողները երջանիկ կլան։ Այո, անոր հարողներուն, ինչին հարողներուն իմաստության, չէ։ Անոր մասին կխոսի նախկին համարները։ Հիմա Աստծո իմաստությունը ինչ է։ Բանանք առաջին Կորինթացիս առաջին գլուխը եւ այնտեղ ընթերցենք 30 համարը որ գսե դուք անգե եք Քրիստոս Հիսուսով որ մեզի աստուծմե իմաստություն արդարություն սրբություն եւ փրկություն եղավ Okay, ուրեմն Քրիստոսն է այդ իմաստությունը ինքը անհատապես մաննավորումն է անձն է դրսևորումն է ինքն է այդ իմաստությունը ինքն է գենած սարը եւ որ մենք իր խոսքին մեջ գխոգանք իր խոսքը մեր մեջ կփնագի հարադապես մենք այդ գենած սարեն գուտենք ջաշակենք եւ գտեսնանք ինչ քաղցր է հետաքրքիր է չէ հիմա մենք թրախտի մեջ ենք հոգեվորապես թե ֆիզիկապես պիտի լա այդ օրը որ երկրի վրա ամեն բան պիտի նորոգվի բայց մենք արդեն կճաշակենք որ հիմա այնինչ որ հավերժության մեջ ֆիզիկապես նաև պիտի փոխվի։ Եթե Քրիստոսի մեջ ենք եւ եթե հոգին մեջ կգալենք որ։ Okay? Դիզեսնանք իր երեսը գսե, մեր ճակատներում վրա պիտի քրվի իր անունը։ Նորեն այնինչ որ խոսեցանք ճակատներում վրա կար վիշապին թիվը եւ վերջը խոսեցանք 7-րդ գլուխ 14-րդ գլուխ Աստուծո անունը եւ 7 եկեղեցիներում մեջ գսե Նոր Երուսաղեմի անունը, Քարնուգին անունը։ Ֆիզիկապես չի պիտի քրվի ասմաներ մեր ճակատներում վրա։
Պարզապես այսինքն մեր միտքը, մեր անձը, մեր սիրտը իրմով դարված։ Ուրիշ բան չենք կնար իրմով մենք կաբրինք, կշնչենք, կոյադևենք։ Եվ իր երեսը կտեսնանք, գիտես հինգդագարանի մեջ Աստծո երեսը տեսնայիրն է կմերնեիր։ Այդտեղը բանը գսե Ելից գիրքը 33-րդ գլուխը 20 համարը ոչ մեկը չէր գրնար Աստծո երեսը տեսնալ եւ ապրիլ։ Բայց մենք Աստծո երեսը կտեսնանք որ Քրիստոսի միջոցով եւ Գաբրիել կոր։ Եվ Սամոս 17-15 գսե քու երեսը պիտի տեսնամ եւ քու արդարությունդ։ Մատթեոս 5:8 գսե անոնք որ սրտով մաքուր են իրենք պիտի տեսնան Աստծո։ Այդ սրտով մաքուրը լալու համար մենք պետք է որ մաքրվենք Աստծո խոսքին ճուրով, կենթանի ճուրով, այդ քեդին ճուրով, որ մաքուր սիրտ ունենանք եւ հիմա մենք կտեսնանք Քրիստոս, ես քեզի նայիմն է Քրիստոս կտեսնամ, որով դու իր պատկերը կգրես։ Դու ինձ նայիսն է նույնը պետք է լա, մենք իրարու նայելով մենք Աստծո պատկերը գրողներն ենք, Աստծո երեսը կտեսնանք իրարու նայելով։ Չէ՞։ Այր ու կինը ստեղծեց իր պատկերով, այդ վերանորոգված է, վերականգնված է մեր մեջ, շնորհիվ Քրիստոսի մենք արդարացած ենք եւ հիմա Քրիստոս մեր մեջը կբնակի։ Մենք այդ թափանցիկ նոր Երուսաղեմ մենք որ գարդացոլանք որ այդ քարնուկին լույսը որ գետրոնն է, դեսնա շատ ամեն գոմեն նույն տեղը գուկա։ Եկեղեցին դա որ այս բոլորին գետրոնը։ Աստծո անունը պիտի քրվի ճակատներում վրա գիշես հայտնության 3-րդ գլուխը 12 համար այնտեղ եկեղեցիներուն գխոսեր ան որ հաղթե։ Այո։ Պիտի անունը քրվի։ Նորեն հարսներ այնտեղ, ասինք մենք որ հարս եկեղեցիներ։ So այս բոլորը քակատնագետն է մարգարեության։ Ոչ երկինքը, ոչ քաղաքը, բայց Աստուծո հետ իր երեսը տեսնալը Քրիստոսի միջոցով։ Ոչ երկինքը քաղաքը, վիլագամ երկրի վրա քաղաքը պիտի չնագամ երկինքը պիտի երթանքոն իրեն պիտի տեսնանք, հիմա գրնանք իրեն տեսնալ։ Իրեն քեղեցկությունը, իրեն վայելչությունը, եւ որ մաքուր սիրտ ունենք։ Եվ այլևս անեցքը չկա մեր վրա, այդ Ծննդոց գիրքի 3-րդ գլխուն 17-19 համարները, որ այդ հիմնական էությունով մեղքի մեջ ինգավ մարդը կվերածվի Քրիստոսի միջոցով։ Եվ մենք կդառնանք քահանայության թագավորությունը, որ երկրի վրա նոր Երուսաղեմն ենք, որ Բաբելոնի տարածքի մեջ կներկայացնենք որ իրեն։ Խավար Բաբելոնի մեջը, ինչպես Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, մենք ենք, որ լույսը կդարածենք որ այս Բաբելոնի մեջ։ Հիմա մարդիկ միանաբակային կվերակրեն այս բաները։ Եվ ուրեմն անցնիկ այլևս քիշեր պիտի չլա, լույսի գարիքը պիտի չլա, արևի կամ լամպի գարիքը պիտի չլա եւ հավերժ պիտի իշխեն իրեն հետ։ Արդեն սկսած ենք իշխել իր հետ։ Արդեն լույսի գարիքը արևը լույսինը մեզ համար չէ մեր լույսը։ Մեր լույսը Քրիստոսն է, աշխարհի լույսն է, որ եկավ եւ մերժեցին այդ լույսը գսե Հովանու Ավետարանի առաջին գլուխը հрьяաները եւ շատ ուրիշներ այսօր չլանք այդ անձը որ մեր խավարած մտակնած միտքը լուսավորվի ինչպես Գրիգոր եկավ խավարած դրտա թակավորի միտքը լուսավորվեցավ Քրիստոսի լույսով ոչ թե Գրիգորն էր լուսավորողը այլ ինքը միջոցներ որուն դրտա թակավորին հայտնեց այդ լույսի ագու աղբյուրը որ քարդուգն է Քրիստոսն է եւ ինքը ընդունեց եւ ինքնա լույսը ստացավ եւ մեր հայ ազգնալ այդ ժամանակ բայց այսօր նույն չափ պետք ունենք այդ լույսը եւ ամեն մի անհատ պետք է ոչ թե գրոնք հետևելով ոչ թե ձեսեր հետևելով ոչ թե բան ինչքան ձեսերը եւ գրոնք հա գիսագադար բան ձեսերը հետևելով այլ գենթանի Քրիստոսը ճանչնալով անհատաբես այսօր վերստին զնվելով Եվ ինչպես այո Եվ ինչպես հավատալով որ Քրիստոսը ռավ ամեն բան մեզ համար այդ հավատալով եւ հավատալով որ ինքն է Աստված որ մարմնացավ որ երեք օր վերջը խաչին վրա են ելերեն վերջ քերեզմանեն դուրս ելավ հարություն արավ եւ միակ միջոցն է մեր հոգին փրկության մեր մեղքերու թողության ներումին եւ հավիտենական կյանքի
Okay, so այս բոլորը գուզեմ որ տեսնանք որ նախնապանի մեջ է որ տեսանք առաջին գլուխը նայ առաջին համարները 1 1 1 1 1 3 1 4 1 8-ը այս բոլորը գավարդվի որ 22-րդ գլխու մեջ նայ առաջինը դրվեցավ այս մարգարեությունը իզարաներուն ցուցնելու նույնը միտքը գավարդվի որ 26-րդ գլխում 22-րդ գլխում 6 համարի մեջ այն բաները որ շուտով պիտի կատարվի ասվեցավ առաջին համարին առաջին գլխուն 23-րդ գլխում 6 համարի մեջ նույնը կգրկնվի եւ Հիսուս իր ռեշտակը խրգեց կսե որ նույնը կկատարվի որ 23-րդ գլխում 6 եւ 16 համարներում մեջ Հովանեսի նորեն ռեշտակը կգա կսե որ երանելի են անում որ կգարտան եւ կպահեն այս քիթքի մարգարեության խոսքերը 23-րդ գլխում մեջ 7-ը նույնը կսե այս մարգարեության խոսքերը կսե որ նույնը 23-րդ գլխում 7-ը ժամանակը մոտ է սա առաջին գլխու 3-րդ համարի մեջ նույնը կսե որ հոս 23-րդ գլխու 10 համարի մեջ եւ առաջին գլխու 4-րդ համարի մեջ կսե որ 7-ը եկեղեցիներուն հոստեղ գավարդե որ նամակը ինչպես 7-ը եկեղեցիներուն հոգնագի կխոսի որ այս նամակը ամփոփվի որ գավարդվի որ նայ գարտա 22 գլխու 16 համարը Ես Հիսուս իմ հրեշտակս խրգեցի այս բաները ցեզի վգայելու եկեղեցիներու մեջ ես Դավիթին արմադեն ու ցեղենեմ ու արավոջյան բայձար աստղը Տեսար առաջին գլուխը տեսանք այդ արավոջյան բայձար աստղը հոս նորեն գուքագոր եւ եկեղեցի շատեր գսեն որ եկեղեցին հապշտակվեցավ 4-րդ 5-րդ գլխում մեջ եկեղեցին վերջը ինչ պետք է որ նորեն այս բոլորը եկեղեցին քրված առաջին գլուխը մինչև վերջը մեկ կդոր մեկ հայտնություն է բայց տարբեր դեսիքներ հոգին մեջ եւ 8-րդ առաջին գլուխը 8 համարը ալֆա եւ օմեգան է մսավ հոսա նորեն կգրկնի նույն անցն է Քրիստոսն է որ սկիզբը եւ վերջն է so այս բոլոր զուգահեռները գկրկնվին առաջին եւ վերջին այդ կողմ։ Հիմա կարդանք ուրեմն լեցեն 9 համարները։ Հրեշտակը ըսավ ինձի Հիսուսին քալոստը հալելույա հրեշտակը ըսավ ինձի այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ եւ Սուրբ Մարգարեներուն դեր Աստվածը իր հրեշտակը գրգեց իր ձեռներուն ցուցնելու ինչ որ շուտով պիտի ըլլա Ահա ես շուտով գուքամ Երանի անոր որ գբահե այս քրքի մարգարեության խոսքերը Եվ ես Հովաննեսս լսեցի ու տեսա այս բաները, եւ լսեցի ու տեսա ինգա, որ երկրպագություն ունեմ այն հրեշտակին ոտքերուն արջև, որ այս բաները ինձի գծցներ, բայց անըսավ ինձի, զգուշացիր մի եներ, բասնզի ես քու եղբայրներուդ մարգարեներուն եւ այս քրքի խոսքերը բահոներուն ծառայագիցն եմ, Աստծո երկրպագությունները։ Ամեն։ Ուրեմն մենք այստեղ ուզեմ որ տեսնանք այս խոսքերը ճշմարիտ են ճշմարիտ ասելով այսինքն սուտ չեն այսօր ինչքան fake news կա ինչքան սուտ գերձեր կա ամեն YouTube-ի վրա բանի վրա ինչքան վիդեոներով Photoshop-ներով ամեն գերձ բաներ չես գիտեր ով ճշմարտություն խոսի ասիկա դերոջը ցայնը գլսենք որ իր ցայնը եւ ճշմարտություն լսենք թե գազադա կրվինք բոլոր մյուս սուտերեն Հիսուսը սա ճշմարտությունը պիտի գիտնակ եւ պիտի ազատագրվիկ սուտերեն այս մեզի մեր հոգիներուն խաղաղություն է եւ ասիկա սիմվոլիկ չէ ասիկա միան փոխապերական չէ ասե ճշմարիտ մարգարեություն մարդիկ կսեն օ մեգաս մարգարեությունը գուտան ես գիտեմ ասիկա աս բիդելա 10 տարին ամ բիդելա ասենք բաներ մարդիկ կմարգարեանը ասե ճշմարիտ մարգարեությունը բոլոր հայտնության առաջին գլուխեն մինչև վերջին գլուխը մարգարեի գուզես մարգարեի կամ մարգարեի այդ հոգին եթե գուզես ունենալ Աստծո խոսքը հայտնության գիրքը սորվեցուր կարդա վգայե ամեն բան հոսքա ավելորդ բանը վեճունին գավելցնեն Քրիստոսի մեջ կավարդվի ամեն մարգարեություն Քրիստոս կգադարե իր մեջ բանը վեճունին գավելցնելու Ամառ 19-րդ գլխուն 10 համարի մեջ մենք որ սերվեցին գրեսան կսե մարգարեության հոգին Հիսուս Քրիստոսի վգայությունն է ինչ կվգայենք քաղաքականություն աբակային ինչ պիտի մեր տնտեսական վիճակը առողջական վիճակը ասոնք մարգարեություն չեն Քրիստոս է գետրոնը բոլոր մարգարեություն
Քրիստոսագետրոն մարգարեություն պետք է լինի։ Եվ որ այդպես լա, մենք ինչպես ինքը գնե ճշմարիտ եւ վստահելի խոսքեր կխոսենք, որ բոլոր հոգիներուն մարգարեներուն այս հրեշտակը կներկայացնե որ Հովհաննեսին։ Եվ ուրեմն ով որ այս կսե շուտով գուքամ որ երանելի են անոնք որ այս մարգարեության քիրքին խոսքերը կբահեն, չէ՞։ Այսինքն 6-րդ երանելիությունն է, մենք այս երանելիությունները բոլոր հայտնության քիրքն է։ Նայ առաջին համարի մեջ նորեն այդ երանելիությունը տեսանք, ինչ կսեր օրտնյալ է եւ կամ երանելի է ով որ կգարթա գլսե եւ կբահե մարգարեությունը այս քիրքին հոստերի 5-ին կովտերերեմ նշանը պետք է հոս 6-ին կովնա սխալերածեմ բայց հոս նույն բանը կգրկվի եւ ով կբահե այս քիրքի մարգարեության խոսքերը այն է երանը այս 6-րդ հոս այս սլակը պետք է մեկ հատ վարելա ուրեմն հոս ճիշտ ռազեմ անգլերենով հայերենը սխալ ռազեմ բայց մենք հասանք 6-րդին սիրելին ավարտին կհասնենք որ հիշե 7 թիվը ամբողջության թիվն է եւ որ 7 հատ երանելիություն գլսես այդ կնմանի այդ գադարյալ երանելի անցմնես թուն եւ ես որ պիտի լսենք մինչեւ վերջ այս քիլքին խոսքերը անոր համար քիչ վերջ պիտի ավարտվի աստվածանակ մթերերը որ բոլորը գարտան բոլորը լսենք հետո այդ երանելիությունները մի զարմանալ ինչ երանելիություններ վայլես կորտուն այս բոլոր ընթացքին եւ պիտի վայլենք մինչեւ երկրորդ քալուստը այսը նաեւ 6-րդն է որ ես շուտով գուքամ որ դերը յետ պիտի կա Եգուր դեր Հիսուս այսինքն օրտնյալ է այդ անձը որ այս մարգարեության քիրքին խոսքերը գխոկան նայ քանի հատ այստեղ նշված է չէ առաջին գլխու 3-րդ համարի մեջ 14-րդ գլխու 13 համարի մեջ 16-րդ գլխու 15 համարի մեջ 19-ի մեջ 26-ի մեջ եւ 22 7-ի մեջ եւ հիմա թեր պիտի կանք 22-14-ի Okay so հիմա 8-րդ համարի մեջ կսե ես Հովհաննես այս բոլորը դեսագս է դեսիլկով կդեսնա որ գլսե որ եւ որ լսեցի գսե եւ դեսա ինգա հրեշտակին ոտքերուն ինչ նելու երգրբակելու որուն հրեշտակին այ Հովհաննես ինչ Հովհաննեսը ամենալավ արաքյալն էր գլամը գլա արաքյալը անգամ սխալ գնե որ այստեղ արաքյալը անգամ պատկամափերին ավելի կբաշտե որ քան աստծո կամ այստեղ գխարնե որ այդ միտքը հիմա Կամաս լույսը որ դեսավ եթե իրական ասանք լույսի պես երևցած է իրան հրեշտակը բայց հրեշտակը այս բոլորը դվողն է պատկամափերն է հիմա թուն եւ ես մենք պատկամափերներն ենք Չլա որ մարդիկ մեր անունները բարձրացնեն կամ մեզի ավելի կովեն, քան այն որ այս մարգարեությունը ինքը դվա որ Հիսուս ինքն է։ Մենք ալ չենք ուզեր, մենք ինչ կսենք ամենուն։ Պաշտեցեք դերոջ, մենք պատկամ փերողն ենք միան։ Պատկամափերներն ենք, հրեշտակին այդ հրեշտակ փարը, անգելոս փարը պատկամափերս է։ Ով որ կամ ինչ ով որ հասավ ասիկա Հովհաննեսին, այսօրալ մեր լսողներուն գասի որ բայց մենք չենք այդ մենք ինչ կսենք որ ամենուն մենք ուղղություն կտանք որ մենք չենք որ մեզի մեծ արեք մեզի բարձրացեք այլ Քրիստոսին որ ագ ու աղբյուրն է այս պատկամին այս ընդհանուր հայտնության Հովհաննես ինչպես հրա մենք ագրնանք երբեմն սխալ դնել եւ բարձրացնել հովիվները եղիսկոպոսները վարդապետները ուսուցիչները քեզի ինձի կամ ոյի մեկում որ շատ լավ գսորվեցնե եւ գիտե բայց բաշտամունքի արարքա բե չէ դառնան եթե գիշենք Adică շատ Պետրոսին ալուզեցին բաշտել։ Սա ինձ մի բաշտ է։ Դες, երբ որ բաներ գլան որ մեծ փոփոխություններ կան, երբեմն այդ հրաշքները այդ անցի միջոցով կտեսնան կսկսին անոր ավելի մեծարել։ Այս երբեմն գլա դարբեր համայնքներում է, չէ։ Մարիամը սկսին բաշտել, հա։ Ցերկը համբուրելը մեկ բան է, արքանքի նշան է, եթե adică ավանդության մեր ավանդություններեն եկած է, բայց ուրիշ բան է որ ցերկը համբուրես բաշտելու արումով, այսինքն կբաշտեմ որ քեզ։ Okay։ Համբուրե ինչպես այսօր ցերկը թոթվենք, ադենին հարկանքի մեկ ցև մներ ադիգա։ Սխալ չէ եթե, բայց
մատանին կհամբուրենք, ասկնենք, անգրենք, հետո անձը չլա որ անձը բաշտենք։ Անձը պատկամապերն է։ Համբուրը եթե ալիքա այդ ավանդության մեջ ունիս, որ ցերկ թոթվելու դեղը ցերկ կհամբուրեին ադենին, եթե կշարունակվի այդ ավանդություն, եթե գնեն մարդիկ, միան անոր իմաստը ինչ է։ Այդ անձը կպաշտես կոր, թե այդ անձը կհարկես կոր, որ քեզի Քրիստոսի գմոդեցնե, որ եւ քեզի ուղղություն կտա, որ Քրիստոս պաշտես, ոչ իրեն։ Այսօր շատ անգամ տեսած եմ, շատ հովիվներ կամ երեսխոբոսներ կամ անցեր կփորձեն երբեմն ժողովուրդը վարժվեր ասոր, ավանդական ձևով, կփորձեն համբուրել շատ անգամ երեսխոբոս կամ հովիվը կամ բանը ցերկը կքաշե։ Որ չուզել որ մարդը սկսի իրեն այդ առարգա դարձնել պաշտամունքի։ Տեսած եմ որ այդպես կնեն եւ հարկելի է, եթե այդպես կնեն, որ մարդիկ չվարժվին պաշտամունքի առարգա դարձնել իրենց հովիվը։ Անշուշտ կհարկենք, ինչու հայերենով մեր հովիները երբեմն բադվելի կսենք, չէ՞, բադիվով անձեր։ Գրկնաբադիկ բադիվ տվեք կսեն Պողոս Արաքելյանոց, որ ցեզի հովություն գնեն։ Պետք է որ բադվենք, բայց ոչ թե բաշտենք։ Okay, so ուրեմն անցնենք 9 համարին, այստեղ բայց այսա լսեմ, որ այս համարի մեջ Հիսուս պիտի կա անագնգալի ցևով։ So մեկ պիտի կա։ Բայց եթե ամեն այս մենք այս բոլոր հայտնության քիրքը հասկանանք, եւ ամեն նույնիսկ սիմվոլները, ամեն այս պատկերները հասկանանք, բայց հնազանդություն չունենանք, ինչ օգուտ։ Այս բոլորը մեզի պիտի դանի պաշտամունքի պաշտելու դերը իրոք մեր կյանքին դերը մեր սրդին աթորին վրա նստելու եւ ասելու դեր թուն ինչ կուզես որոնը։ Պողոս Արաքյալ Դամասկոսի ճանապարհի վրա այդ էր իր հարցումը։ Եվ որ ինգավ Քրիստոսի առջև այդ լույսը տեսավ, ցայնը լսեց, ինչպես Հովհաննես լույսը տեսավ, ցայնը լսեց, ինգավ եւ Քրիստոսի առջև ասավ ինչ կուզես անեմ։ Մենք այսօր այդ հարցումը պետք է տանք։ Տեր, ինչ կուզես անեմ։ Եվ Սուրբ Հոգին մեզի կհայտնի խոսքի միջոցով եւ այդ պատվիրաներում մենք պետք է հնազանդենք։ Չի փավեր միայն քիտնալ, չի փավեր բաշարը հավաքել, որով քիդությունը հբարդության կդանի եւ գրնա մեղքի դանել, որով հբարդանանք մենք մեր անձով, որ ինչքան քիդենք, քորոզանանք։ Քիդությունը չի փրկի։ Փրկողը Քրիստոսն է։ Այս հայտնությունները փրկողը Քրիստոսի նաեւ հնազանդիլն է իբրև։ Okay, անցնենք 9 համարը մի ինձի պաշտեր գսե, պաշտե Աստուծո եւ իր պատվիրանները բահե։ Անոր մասին խոսեցան։ Անցնենք վերջին համարներում։ 10-17 համարները հայտնության 22-րդ գլխում։ Ասա լսեմ, որ ինչպես որ Դանիելի Մարգարեյան 13-րդ գլխում 4 համարի մեջ գսե ասված իրեն գսե որ մի փագեր այս խոսքերը եւ Մարգոսի առաջին գլխում մեջ գսե 15 համարի մեջ ժամանակը մոդեցած է հիմա Դանիելի Մարգարեությունը փակված Մարգարեություն էր Իսրայելի ժողովրդին համար այն ժամանակ բայց մեզի համար փակված չէ այլևս այս քիրքը փածված է անոր համար մեզի հայտնություն է ոչ թե թաքնություն է չի թաքնի որ մարդիկ կգարձեն որ թաքնված է չէ Սուրբ Ոգին գուզել որ քիթնանք այն նպատակով որ ժամանակը հասած է պետք է որ գադարենք այն բաները ինչ որ այս մարգարեության քիթքի մեջ գրված է okay անցնենք 10 համարի մեջ որ այստեղ գսկսի այցով այս քիթքին մարգարեության խոսքերը մի գնքեր վասնզի ժամանակը մոտ է այսինչ որ հիմա Դանիելի մեջ կսեի որ հաջորդ համարի մեջ պիտի սեի հիմա ասի okay շարունակ Աներավություն գնե թող աներավություն ընե ու ան որ աղդոդ է թող աղդոդը լա եւ ան որ արդար է թող արդարը լա ու ան որ սուրբ է թող սուրբը լա ահա ես շուտով գուքամ եւ իմ վարձքս ինձի հետ է
Ամեն մեկուն իր գործին համեմատ հատուցանելու։ Ես եմ ալֆան ու օմեգան, առաջինը ու վերջինը, սկիզբը եւ վախճանը։ Երանելի են անոնք, որ անոր բադվիրանքները կգադարեն, որբեսի իշխանություն ունենան կենատ ծարին վրա եւ թռներեն ներս քաղաքը մտնեն, բայց դուրս պիտի մնան շուներն ու գախարտները եւ բորնիկները ու սպանություն ընողները եւ գրաբաշները ու այն ամենքը, որ սդություն գսիրեն եւ գնեն։ Ես Հիսուսս իմ հրեշտակս գրկեցի այս բաները ցեզի վկայելու եկեղեցիներուն մեջ ես Դավիթին արմատեն ու ցեղեն եմ ու արավոջյան բայծար աստղը եւ հոգին ու հարսը գսեն եկուր եւ անոր լսե թող ըսե եկուր ու անոր ծարավ է թող կա եւ անոր գուզե կենաց ճուրը թող ծրի առնե Okay, ինչ սքանչելի ծավալ։ շատ Այստեղ Հովանեսը սկսավ պատմոս կղզին վրա գրել որ ամեն ինչ որ պիտի գրել հիմա նորեն ցայնը գլսել որ մի թաքցներ, ասիկա պետք է ջքիցվի, պետք է գարթացվի, փակ պետք չէ լա ինչպես Դանիելին ասած էր, ուզեմ որ գիտնամ որ ինչ կորսնական դարձնեն գարարեն այս քիլքի մեջ եղածները։ Այսօր սիրելի հավատացյալ Թունալ բարդականություն ունիս, ըլլաս թուն հովիվ, ըլլաս չլաս, ըլլաս կաթողիկոս, ըլլաս վարդաբեր, ըլլաս Եղիսխոբոս, ըլլաս պատվելի, ըլլաս ուսուցիչ, ավետարանիչ, ամենքը սա մեզի բադվեր մնե կորցնական օրեն սորվեցնում, մի թաքցներ, մի պետք է խոսինք այս քիրքին մասին, այս էր մեր նվալակը, որ արտնություն, մեր մեջը այս պապակը արտնա և բոլորիս մեջ, որ սկսի կարդալ խոսիլ և կադարել Okay, so այս 10-ն է որ իսինք արդեն գսե որ անոնք որ չար են, անոնք որ չարություններ գնեն եւ բիղձեն, անոնք որ բանեն անոնք որ շիդակ բաները չեն աներ սուդախոսները այս ստախոսները կախարդ բորնիկ թողնեն գսե որ թող շարունակեն Եվ անոնք որ սուրբ են, թող շարունակեն սուրբը լա, այսինքն հետաքրքիր բան է, չէ՞։ Այո։ Մարդիկ կան, որ բողոքության մեջ կաբին որ։ Մենք ամեն մեկուն չենք կրնար, մենք չենք փրկիչը, մենք չենք փրկողները։ Քրիստոս է։ Մարդոց կրնանք վկայել այսպեսի չար մարդիկ կան, որ ինչ բողոքություններու մեջ կաբին որ։ Մեկ կսես, երկու կսես, երեք մտիկ չնեն թող կնա ուրիշներուն։ Գիտես Հիսուս արագ պատմեք որ գերտագոր թագավորներուն, հարուստներուն ամենուն գհրավիրե որ հարսանիքին եւ շատերուն գհրավիրե որ գսե որ մեկը գսե որ ես պապայիս պիտի թաղեմ մյուսը գսե որ նոր արտմարի հոգի դանին բամինը Հիսուս վերջապես գսե որ քնա փողոցին վրայի աղքատներուն որբերուն անոնք որ ճունին այս բան որ ասենք այդ մագարտակ այդ տասագարտն են որ համբավ ճունին անուն ճունին բան անոնց քնա գսե որ թեր դեր գա տանը մեջ Եվ անոնք որ սուրբ են, սուրբ պիտի մնան։ Անոնք որ բիղձ են եւ չեն ուզել որ չի պիտի փոխվի։ Ցեքե։ Անցիր, այնքան մարդիկ կան որ թեր զարավ ունին եւ պատրաստ են փրկվելու։ Ամեն մեկը ոչ թե կրնանք աղոթել իրենց համար, բայց իրենց փորձել համոզել, կրնանք աղոթել որ դերը իրենց սիրտը փոխի եւ համոզել, բայց եթե մենք ասել ենք, եմդիկ չեն ներգոր այլևս, քեզի նույնիսկ քեշ ածկով գնային Սեքեգես է որ, ասնայի ինչպես կքրե որ, մարդկա հիմակվա համար է այս խոսքեր։ Հավերժությունը և որ սկսի նոր երկիրը, այլևս որում պիտի խոսիս որ բիղձ է, ամենը արդեն վերջացած է, ավարտված է։ Անորոմար այս քիրքը հիմակվա ներկայիս քիրքն ունի։ Շատեր կգարձին, ես տոմսը սարի և իկե, չէ գարթա ասիկա կիցիր, որ այսօրվա համար ինչ պարդականություններ ունինք թեր։ Okay, so որով բանը գսե որ Դանիելի 12-րդ գլուխը 10 համարը գսե որ չարերը չի պիտի հասկանան այս բաները։ Չի պիտի հասկանան։ Ռոմայացիս 2 գլուխը, 2-րդ գլուխը 5 համարը գսե որ իրենց սրտերը գարձացուց ասված։ Թույլը որ մնան այդ միջակին մեջ։ Ռոմայացիս 2:5 չէ՞, հիշենք։ Այո։ Եվ վերջնալ հայտնության 12-ին 17 համարներու մեջ կսե որ շուտով գուքամ որ շուտով եւ պիտի հադուցեմ պիտի վարչադրեմ ամեն նեգուն այն բանին համար որ ինչ որ գադարեց
Քորձնականորեն։ Հիմա մենք հավատքով փրկված ենք, մենք ավետարանականները շատ հաճախ կսենք, մենք հավատքով փրկված ենք Քրիստոսի միջոցով շնորհք է։ Ճիշտ է։ Բայց ուզեմ որ այդ համարին ճիշտ հաջորդ համարը Եփեսացիս 2-րդ գլուխը մեկ հատ բանանք, որ շատ անգամ ավետարանականները գսիրեն աս համարը մեջբերումն էլ մեր ուրիշ համայնքներու հարամանություններուն, բայց երբեմն գմորնակ որ միայն օքեյ փրկվեցար հետո ինչ ուրեմն 8-ին մինչև 10 համարները խնդրեմ Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ցեզմե է, հապա Աստծո բարգևն է, ոչ թե կորձերեն, որ մեկը չբարձենա, վասնզի մենք անոր ցերակորձն ենք, Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսի անոնց մեջ քարենք։ օքեյ կորձերով չէ որ փրկված ենք, բայց փրկված ենք հավատքով բարի կորձերու մեջ մտնալու որ Աստված մեզի պատրաստած է ոչ թե բարի կորձնելու սիրուն պիտի բազվզենք ամենը հասանեմանանում չէ Սուրբ Հոգին մեզի գուղե ինչպես Պողոս Արաքյալին Դամասկոսի ճանապարհի վրա ասավ ինչ պետք է լինի եթե գաղութենք եւ Սուրբ Հոգին մենք զգայուն ենք մեզի մեծ եղած կորձերը մեզի գուտա այսօր այդ պետք եղած կորձերեն մեկը հայտնության քիրքը սորվեցին է գարթալ լսել եւ մեր սրտի մեջ բայել է որ ինչ որ գնենք կորիմա փարկասուս Ամեն So Աստված պիտի վերաթարնա վարձատրելու շատ կարևոր է ասիկա վարձատրությունը կա Եսայի մարգարեի 40:10 համարը գսե Աստված գուքա վարձատրելու Մատթեոս 16:27-ը գսե մարդու որդին պիտի հադուցե ամեն անձին Երկրորդ Կորինթացիս 5:10-ի մեջ գսե Քրիստոս Թադաստանի աթորի վրա պիտի նստի անշուշտ պիտի թադե ով փրկված է ով փրկված չէ բայց մեր կորձերուն համեմատ նաև մեզի պիտի վարձատրե Աստված մեզի շնորհք կտա եւ մեր կորձերը կհայտնե այդ շնորհքը չէ մենք երբ որ շնորհքը կստանանք եթե այդ կորձերը չենք կատարել որ Քրիստոս մեզի պատվիրեց ինչ ծավալ պիտի երևա այդ շնորհքը մեր միջոցով մեր շրջապատի մարդկանց չի թաքցնել մեկը իր կորձերը ինչպես ասավ լամպը քաղաքին վերևը գտելի ծեր կորձերը այնպես երեք որ մարդիկ տեսնան եւ փառաբորեն ծեր հայրը որ եւ ինքն կորձը շատ կարեւոր է չի զուլանանք չի թերանանք եւ չսենք ես տոմսասարի երգի կերտամոր այլևս ասիկա սխալ Եվասի քաչալերություն ալե այդ անցիկը որ բարիկներ կնեն ողորմություններ կնեն գծարայեն բայց ամենը արիթը չունին որ քիծվին դեսնվին լսվին դերն է որ քիտ է եւ անոնց ինչ կսեն reward-ը ավելի մեծ բիդի բարձրությունը ավելի մեծ բիդի ալլա եւ եսե Հիսուսը սավ որ եւ օրենեք սեր like այսինքն դրամ եւ որ գուտան բանենք ցախսեղը աճ սերքին թող չգիտնա ասա այսինքն բեչունիկ հայդարարելու բոլորները ռազները եւ որ սկսին գնել արդեն գերևնա բայց կարևոր է որ մենք հասկանանք որ այս երկրի վրա հարյուրապատիկ մենք պիտի վարձատրենք եւ քալիք հավիտենականության մեջ նաեւ եթե կատարենք իր պատվիրանները ամեն բան պետք է ցկենք եւ իրեն հետևենք հսավ ծեր խաչը վերցուցեք Պետրոսին Արաքյալին եւ Հովանեսին մյուսներուն եւ ինձի հետևեցեք այսօր պատրաստ ենք Քրիստոսի հետևելու եւ երջը այս ծավով ինքը գսե որ 10-րդ համարի մեջ ես եմ ալֆայի ոմեգա մեկ տստանք սկիզբն լսավ ասիկ առնված է Եսայի մարգարեության 44:6 համարը որ այնտեղ Աստված Յահվե Աստվածի ինքսիկին համար գսե որ հիմա Հիսուս իրեն անձին համար գվերակրե որ ինչու որով շատեր ասոլ մեջ խնդրեմ ունին գսեն մասնավորապես անոնք որ իսլամներուն հետ առնչվեն գսեն որ ամեն իսլամներուն Աստվածն հրյաներուն Աստվածն քրիստոնյաներուն նույն Աստվածն չէ սիրելի այն Աստվածը մարմնավորվեցավ Հիսուսի միջոցով Հիսուսն է այս ալֆան եւ օմեգան եւ եթե մենք իրեն չլսենք մենք չունենք փրկություն չաստված է իրենց աստվածների հիմա որով իրենք չեն ընդունած միակ միջոցը այդ Աստծո փրկության որ Աստվածությունը շատ կարևոր է որովհետեւ մարդիկ միշտ աստվածանը ունին որ օքեյ Աստված մեկ է եւ Աստված է որ մարդը ստեղծած է այո բայց ինչպես որ ասի Աստված է որ մարմնի մեջ մարմնավորվեցավ
եւ ան որ իրեն գհավադա պիտի փրկվի ուրեմն գիտես մարդոց մեջ այս դժվարությունը կա դարբեր գրոնքներու մեջ Այո, անցյալ երեք էր ես կվգայի մեկիմը որ ինքնաշարժս կշիներ եւ այլն ինքը Սաուդի Արաբիայեն հնդիկ Սաուդի Արաբիա իսլամ եւ ամեն բանի մեջ շատ բաներ կար օ կորձերով մենք ապարի կորձ գնենք դու գա գնենք հрьяաներն ահա բայց բարի կորձերով չէ որ պիտի փրկվի մեր հավատքը Քրիստոսի մեջ մեզի կփրկի Քրիստոսի շնորհքն է ադիգա մեր կորձերը մեզի չի փրկեր որով հрьяանա գնե բարի կորձեր իսլամնա գնե բայց այդ ուրեմն գրոնքի միջոցով ամեն մարդ կրնա փրկվել եւ ասել նույն Աստվածն է ոչ եթե չհասկանանք որ Աստված միակ փրկության միջոցը Քրիստոս Մեսիան Հիսուս Քրիստոսն է որ Աստված է մարմնավորված ուրեմն մենք ճշմարիտ Աստվածը չենք հավատալ իրենք ինչ Աստվածի հավատան չեմ գիտեր Ալլահով է Յահվեն ճշմարիտ Աստվածն է բայց Յահվե Աստվածը մեզի ալֆա եւ օմեգա որ Աստվածային այդ փնությունը Քրիստոսի վրա գարնի որ սա այս է իմ սիրելի որդիս անոր մտիգր ես եւ հայրը մեկ են գսավ Հիսուս ուրիշ չկա Հիսուսին չջանցողը Աստծո չի ջանչնար եւ 14-րդ համարի մեջ կսե անոնք որ գմակրեն իրենց հանդերձները իրենք ունին իրավունք կենաց ծարեն ուդելու որ քաղաքեն ներս մտնեն ինչու որով քաղաքին այդ ներս մտնալը եկեղեցին միջոցով է որ մենք վերստին գծմնենք պատկամը գլսենք եկեղեցին է որ գքարոզե որ հիմա դեղական եկեղեցի մասին մի մտածեր եկեղեցին անդամներն ենք որ գվգային կոր Քրիստոս կքարոզենք կոր Քրիստոս այդ միջոցով իրենք կենաց ծարին գրնան մոդենալ ուդելու եւ խմելու գենթանի ճորերը եւ այդ միջոցով մակրվի նոր Քրիստոս հագնի իր արդարությունը մեր հանդերձները սպիտականան ինչ որ խոսեցանք 7-րդ գլխում մեջ հայտնության քիրքի մեջ okay եւ իր արյան միջոցով 7-րդ գլխու 14 համարի մեջ խոսեցանք Եբրայեցիս 10-ը 19 համարը Եբրայեցիս 10-րդ գլուխը 19-ն 22 համարները իր արյան միջոցով մենք կմանք մեր հանդերձները եւ քաղաքեն ներս կրնանք մտնալ այդ մարգարիտ թուրերեն խաչի ճանապարհով մենք մուտք ունենանք եւ թուրսը ինչ կա այս քաղաքեն գսե հա եւ երանելիությունը որ մեզի գուտա այս է որ այս 7-րդ երանելիությունն է որ մեր հանդերձները Քրիստոսի արյունով սպիտակացած է եւ հիմա մտածենք այդ քաղաքին հիմա թուն եւ ես սիրելիներ որ սիրելի եղբայր քույր մենք այս քաղաքին մեջն ենք մենք այս քաղաքը մենք մասնիկ մնենք այդ քարերն ենք Քրիստոս մեր մեջն է մենք իր մեջն ենք մեգացած ենք երանելիությունը այս է 7-րդ այս 7 երանելիությունները հոս նշված էր 22-14-ը վերջինն է որ հոս կսա օրդինալ են որոնք իրենց սկեսները գլվան ինչով գլվան ոչ թե ջավալով թայդով գլվանք Washington լվացքի մեքենայի մեջ այլ Քրիստոսի արյունով մենք կսպիտականանք մեր մեղքերը կմաքրվին Քրիստոս կհագնենք եւ արդարացված հոգեվոր իմաստով այս երանելիությունը փառք Աստծո այս որ այս ալ գրցանք հասնել համարյա հավասած ենք վերջին մասին որ 15 համարը գսե թուրսը ով կան շուները կախարդները ամփարո աբրողները հլա ամուսնացած զույգեր որ սիրածներ կբահեն կամ ամուսնությունեն թուրս սերգ ունենան կամ այլա ինչ կնեն միասերական են եւ այլն անոնք որ կսպանեն մարդանց ոչ միայն ֆիզիկապես այլ մտային գադեն մարդկանց մարդիկ կամ որ գսեն ես մարդասպան չեմ հա դու մարդ կադես ուրեմն մարդասպան ես ըստ Հիսուսի խոսքերում մի կողոտ նույնիսկ եթե ադես շատ զգուշ մի լանք այս է կորսնական մեկ մասը եւ ամեն անոնք որ կսիրեն սուտ բաներ հետևեն սուտ մարգարեներուն սուտ մարգարեություններուն սուտ մարգարեությունները որ այսօր շատ են ինտերնետի վրա եւ ինչքան եկեղեցին Հիսուսի անունով ինչեր կմարգարեան ասոնք
դուրսն են քաղաքեն այսինքն մեր հետ չեն գնար հաղորդակցվի որով հոգիով եւ ճշմարտությունով չեն հասկանար հոգեվոր իմաստները այսօր մենք կվայելենք որ այս բաները բայց քաղաքեն ներս կրնան մտնան բայց չեն ուզեն իրենց այդ ամփարով ցանկի մեջ մնան դուրսն են քաղաքեն բաբելոնի մեջն են թեր հասկացա՞ր Պիտեր հոսքուզեմ բանի մասին ասել օրինակի համար բորնիկները գիտես ասկեց 30-40-50 տարի առաջ երբ որ գին մարդու հետ կգնակցեր ինչ ուղագի երբ որ քիծվեր ինչ ամոթ էր եւ գիտես հիմա այսօր զույգեր կան որ առանց ամուսնանալու իրարու հետ կապրին նույն անձին հետ Եվ սուքրային գերբով մեղք է առանց ամուսնության ավելի, չէ՞։ Այո, ոչ միայն ամուսնության, այսօր ինչ բաներ գլսեմ որ Բայց ներողություն, երբ որ այրը եւ գինը, գինեն պատասխանը, բայց գուզեմ ամեն մարդ լսե, երբ որ այրը եւ գինը, մարդը եւ գինը չեն ամուսնացած, եւ դարիները միասին գաբրին, գրնակ կսեր որ գրնակ իրենց տնել մեջը բորնիկներու շարքին մեջ, թե ոչ Ինչ կնաս։ Եթե նայես ասու աչքով իրենք ամուսնացած են, որով իրարու հետ եթե Գաբրին եւ մեգացած են, նույնացած են սերային առումով, այդ արդեն ասու աչքի մեջ ադիգա իր գինն է, իր մարդն է, բայց եկեղեցին օրտնությունը չունի։ Հիսուսի օրտնությունը թոյերտան եւ լա։ Ես գիտեմ որ հիմա անցեր կան, որ ներկայիս է կգադարվի որ հիմա մեր ազգի մեջն է, չէ՞ որ չէին ամուսնացած Զաքսով գսեն Հայաստան գարավարական ձևով, բայց հիմա ետ կերտան որ օրինակը շատ բարձ է մեր երկրի մեջ այսօր եւ ամուսնանան որ եկեղեցին մեջ ճիշտ է ադիգա եթե սխալ մռած ես ասված գները անշուշտ եթե անցյալին սխալները ռած են Խոստովանինք եւ շիդագը ունենք եւ նայ այսօր նույնիսկ առանց ամուսնանալու կհղիանան որ կերտան որ քիտնականներու եւ ծևեր կան որ հղիանան գիները առանց ամուսնանալու այդ նույն միտքն է եւ վերջի չես գիտեր որ ով է հայրը այդ երեխային եւ հայրը չգիտնալով ով է վերջը այդ երեխան գրնալալ որ այդ նույն անցին Օրերուն աբորինի գսեին, աբորինի Այո, բայց այսօր որով քիմիական ծևերով գնեն որ չէ, բամգիտը բամենեն սերմանեն որ այլն վերջը այդ մեկ անցիմը անշուշտ չեն գենակցիր որ այդ անցին հետ, բայց անոր սերմեր որ հղիանան եւ այլ այդ նույն մարդուն սերմեն քանի հոգի հղիացած ասում մեղ են ամփարոյական ծևեր որով այդ անձերը որ ամեն դարբեր գիներ նույն մարդին սերմեն հյացած են իրենց զավակները գրնան եղբայր քույրը լալ հետո անով կարելի իրարու կամուսան ինչ բղծություններուն կակատնագետը հաս ուրիշ պամնագա ադալ մարդոց մեջ սովորություն դարձած է որ գինը չի գրնար զավակ ունենալ չի գրնար անշուշտ գարնեն եւ ուրիշի գնգամը արքանթի մեջ է որ գբերը ադիգա Ինչ է։ Հիմա այնքան բողջություններ կա չեմ ուզեր մանրամաս ասում։ Բարձրապես որ ժողովուրդը հասկանա եւ Այո, այս բաները գնա որ այսինքն մեկ բան է եթե այդ գնոջ այրեն արածեն սերմերը եւ իրեն գմիացնեն, ուրիշ բան է ուրիշ այրիմը, ուրիշ տեղեմը, այսինքն այնքան բաներ կան որ բողջություններ որ մեգացեն։ Բայց դեմ ասած է որ այստեղ թուրսը շուներն են, այսինքն շունի դեղ գտնեն որ Աստված շնացող, գիտես բարի շնացող անդեն գուկա Ուրեմն շունը հազար հատ տարբեր շուներու հետ կգենակցի ինչ կնե հոգը այսինքն այդ վիճակին արդեն ասել են առանց ամոթի սոշիալ զգուշ մի լանք աստծո մի դա խնդրենք հովիվներուն առաջնորդությամբ եւ այլն Աստված գնե եւ եթե մերած Սարային արքանտեն գծավ կյանք բերել կամ Մարիամին որ չհղիացավ ինչեր կրնա նույն հրաշքորձող Աստվածը չեմ ասել որ այդպես պիտի բայց եթե բժշկական միջոցներ գուզեն կործածել բայց ասենք այրուգին չի ուզեր այսչափ մանրամաս մտնալ իրենք ծևերգան որ կրնան բժշկական կամ քիտնական ծևերով միջամտել այդ ուրիշ բայց
դուրսը ընտանիքին կամ այդ ամուսնության բանեն դուրս արդեն սկսած է շատ այսպես քիծը անցնիր։ Լավ, վերջացնենք այս 17 համարը, գսե այստեղ որ Հիսուս ես իմ հրեշտակս խրգեցի որ ցեզի այս բաները եկեղեցիներուն, նայ հոգնագի գխոսի որ նորեն։ Եկեղեցիներուն, այսինքն 7 եկեղեցիներուն որ գխոսեր, բոլոր եկեղեցիներուն համար է այս պատկանը։ Այս ծևով գավարդ է որ։ Հասկացար 7 եկեղեցիներուն չսեր որ ամեն եկեղեցիները, այդ 7 եկեղեցիները գխորտանշեին բոլոր եկեղեցիները որ առաջին 2, 3 եւ 3 գլուխներում մեջտեղ։ Ես եմ գսե որ արմադը Դավիթի Արավոդյան պայծառ աստղը ով գսե որ ասիկա Հիսուս Հիսուս է այդ պայծառ արավոդյան աստղը ինքն է լույսը այս խավարի մեջ ինքն է միակ փրկության միջոցը ինքն է որ Դավիթի որդին է այն որ խոստում դրված էր Դավիթի որ քու աթորիտ վրա մեկը պիտի նստի որ հավերժ պիտի իշխե այդ անձը նստած է աթորին վրա Դավիթի աթորին վրա որ եւ որ համբարձավ եւ Աստծո աչքում նստավ հոր Աստծո աթորին վրա նստավ եւ ինքը մեզի այնտեղ կանչած է նստելու իր Անորոշ իրար հետ մրցակցելու պետք չունենք միայն հավատանք այնքան մեզ է այդ աթորը որ մեզի ադեղ գա աթորի վրա ոչ թե մենք Աստված գտարնանք այլ մեզի իր կփարծացնի իր աստիճանին որ վայելենք իր հետ այն շնորհքը որ ժառանգորդներ կդառնանք Դավիթի եւ մեր հոր Աստծո եւ ավարտը գուքավոր այս վերջին համարով որ 17-ը ուզեմ շարունակել գսե հոգին եւ հարսը գսե Եգուր եւ ան որ գսե թողսե Եգուր ան որ ծարավ է թողքա եւ խմե այս գամքի ճուրը գենթանի ճուրը առանց քինի նորեն գիշեցնի դրամով չէ սիրելիներ դրամով չէ որ կրնանք քնել մեր այս մուտք ունենալ այս քաղաքի մեջ ապաշխարելով է վերստին ծնվելով է Տերոջը ընդունելով է եւ ծրի ապար գարթալով լսելով իրարու քաչալելով կրնանք այս խոսքերը լսելով իր խոսքերը հոգի եւ կյանք են մեզ համար այսօր եւ ապակային եւ հոգին եւ հարսը գսե Եգուր որուն կգանչե որ ասինք մենք այս խոսքերը երկերկոց քիվքի վերջին քուխուն համարներն են որ ուզեի որ մեկ հատ նորեն նայենք երկերկոց քիվքի մեջ հոնալ հարսը կգանչե որ Սողոմոնի Սուլամիդը կգանչե որ Սողոմոնի նույն ցեվ այստեղը հարսը եկեղեցին է մենք թուն եւ ես եւ կգանչենք կորդերոջ ասելով որ Եգուր մենք կարոցեր ենք քեզ այդ 5 գույսերուն նման կսպասենք որ մեր լամպերը լեցուն Եգուր մեր սիրահարը հոգու սիրահարը Երկերկոց որ գլուխն է երկերկոց 8-րդ գլուխը եւ 8-րդ գլուխուն 8-րդ գլուխուն վերջին 14-ը այո Շուդերը ով իմ սիրականս ու խնգապեր լերներուն վրա այդ ձյամի կամ եղնիկներու ցակի նման Եգուր կկանչե որ ով որուն կկանչե որ Սուլամիդը կկանչե որ Սողոմոնին այսինքն այս Սողոմոնը գխորթանշեր Աստված Յահվե Աստվածը Սուլամիդը գխորթանշեր Իսրայել ժողովուրդը այստեղը պատկեր մնա այս երկուքին բայց այդ հարստին փափակը ինչպես կփափակի որ իր փեսան իր ամուսին իր կովլա մենք այսօր այդ նույն ցևով ամեն բանն ավելի մեր փափակն է կանչելու որ դերը կա Maranatha հունարենով բառն է Եգուր դեր Հիսուս Եգուր դեր եւ ծրի ապար խմելու այս կենթանի ճուրերը այս կենթանի ճուրը հիմա մենք կրնանք հիմա գխմենք որ մենք չէ այո այս ճուրի հիմա մենք կխմենք որ ծրի ապար եթե անորական չունի որ մտիկն է որ եւ ուրեմն վերջին համարները ավարտենք այս քիրքին Ես կվկայեմ 18-21 համարները Այո, ես կվկայեմ ամեն մեկում, որ այս կրկին մարգարեության խոսքերը գլսե։ Եթե մեկը ասոնց վրապան մը ավելցնե, ասվածալ անոր վրա պիտի ավելցնե այն հարվածները, որոնք այս կրկին մեջ գրված են։ Եվ եթե մեկը աս մարգարեության կրկին խոսքերեն փան մը բաքսեցնե, ասվածալ անոր բաժինը պիտի բաքսեցնե գենաց կրկեն եւ սուրբ քաղաքեն, որ այս կրկին մեջ գրված են։ Այս բաներուն վկայություն դվող գսե Այո, շուտով կուկամ ես,
Ամեն երկուր Տեր Հիսուս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին շնորհքը ձեր ամենուն հետ լա։ Ամեն։ Ամեն։ Նայ, շատ կարևոր է ասիկա։ Զսկուշությունը մեզի երանելիություն գտավոր, բայց նաև դերը մեզի գսկուշացնի որ ով որ լսե այս մարգարեության քիրքին խոսքերը, այսինքն հայտնության քիրքին մարգարեության խոսքերը։ Եթե մեկը ավելցնե, այսինքն սկսես, գիտես, շուկիկները կան, նույնիսկ մորմոնները ունին քիրք ավելցուցած են, կամ հիմա վերջ Scofield Bible-ը գա որ մեկնաբանություններ ավելցուցած է, որ լրիվ ուրիշ տեղ կդանի, որ ուրիշ մեկնաբանություններ ասեմ, անոնք պետք է բրբդեն մարդիկ, որ ունին այդ շուկիկները, թո երթան, նային եւ այնտեղ ավելցված բաներ կա այդ շուկիկի մեջ, մեկնաբանությունները ինքնին սխալ չեն, բայց եւ որ այդ մեկնաբանությունները սխալ վարդապետություններ ունին, շատ զգուշ կինան, պիտի քննենք քիրքերը։ Եվ ով որ ավելցուցած է այս բաները, այդ անեծքները, այս նայ սկավառակները, որ գտապեին, որ մարդկանց վրա 15-16 կուխում վրա, ասել որ այդ թող իրենց վրա պիտի կա։ Okay? Եվ այդ ջանդախները, այդ բաները, որ կարգուտները, ծով որ արյուն կթարնայի, թիվը ընդունողները, վիշապին հետևողները, քեդը, բանը, ամենը իրենց վրա պիտի կա։ Որ այս քիթքի մեջը հիշված էր։ Եվ գսել որ եթե մեկը բաքսեցնե փամը այս մարգար հայտնության քիթքի մարգարեության խոսքերը են, այն adեն գսել որ իր բաժինը ինչ են պիտի վերցվի գենացարեն, որ քաղաքին գետրոնն է, ինչու, որովհետեւ չեն լսեր որ, եթե մենք չենք սորվեցնել, որ չենք կարդալ, որ չենք լսել, որ արդեն մենք չենք գիտեր որ Քրիստոս կճաշակենք կոր հիմա, գենացարը կճաշակենք կոր, անոր բդուղները գուտենք կոր, ամեն ամիսները աբակային չէ, հիմա ներկայիս այս թարի մեջն է։ Ճաշակել եթե գուզենք պետք է գարթանք, լսենք եւ հրճակենք եւ կատարենք։ Եվ գսել որ իր բաժինը այդ գենած ծարեն պիտի բաքսեցվի, որ քաղաքին գետրոնն է։ Եվ այն բաները, որ այս քիրքի մեջը բացադրված են, այսինքն բավական մեծ գորուստ կլա անոնց, որ չունին այս քիրքին խոստումները, չեն գարթան։ Եվ έτσι գսել որ ես ցեզի գվագայեմ, ես ցեզի գսեմ, ես շուտով գուքամ գոր նորեն գսե։ Ես շուտով գուքամ գոր, շուտով ինչու, այսօր շուտով մեզի եկավ դերը։ Այս ընթացքին մեզի շուտով եկավ, ամեն օր մեզի գուքա, եւ մեզի գուքա հաղորդության ցեղանի միջոցով, որ գսին խոսեցանք 19-րդ գլխի մեջ, հաց ու քինի միջոցով դերը մեզի գուքա, իր խոսքին միջոցով մեզի դերը գուքա, իր հոգին մեր մեջ կփնագի հայրը որդին, եւ մենք եթե թույլ չենք տար որ ինքը մեր մեջ ապրի խոսքին միջոցով, արադաբես մեր մեջ փնագելով, ինքը մեզի համար շուտով չի եկած, բայց շուտով գուքա որ նաեւ վերջին քալուստը որ մեկը չի գիտեր այդ օրը, ով որ ցեզի գսկսի գուշակել, այդ օրը այսան հիմա վերջին թարնը չենք գիտեր, մի փորձեք անոր վրա ժամանակ տա։ Մի անկիցեք որ այսօր մեզի համար դերը շուտով գուքա եւ որ մենք իրեն թույլ գտանք որ խոսքին միջոցով մեր մեջ կա։ Եվ մեր հետ եւ մենք կճաշակենք իրեն։ Ամեն եղուր Տեր Հիսուս, կրնանք ամենքս նույնը ասել։ Միասին ասենք մեր դուներու մեջ ամեն օր գսեմ ես եղուր Տեր Հիսուս, գիտես Աբրահամ եղբայրը որ ինքնալ ունի podcast մփան ամեն անգամ որ վերջացնի իր վերջին խոսքերը այդ podcast-ին գիտես ինչ է Մարանաթա եղուր Տեր Հիսուս եղուր ամենքս պետք է ամեն օր ամեն վարյան ասիկ ասենք մեր ամենամեծ փափակը պիտի լա երևակայ հարցը որ փեսան դարիներով ամուսնացել է չի տեսած ուզեք որ հետ միանալ ուրիշ քաղաք մնե ուրիշ երկիր վիզա չեն դար որ բայց ի վերջո իր սրտին մեկ փափակն է ամուսինի հետ մեկանալ նույնանալ եւ վայելել իրեն մենք 3-3 կուզենք որ մեր դերը բերաթարնա որ ավարտվի այս բոլորը հիմա ունին իրեն հոգին մեջ ուքա եւ որ մենք հոգին իսկ կփանանք իրեն ամեն օր ամեն վարյան բայց ֆիզիկապես վերջին քալուսն ա պիտի եղը եւ այսպես կվերջանա որ խոսքերը այս քիրքին որ գսե մեր դերոջը շնորհքը ծեր բոլորին հետլա ամեն շնորհք ինչու որով առանց շնորհքի մենք չենք կրնար ապրիլ այս կյանք դերն է որ մեր մեջ պիտի կործե դերն է որ մեր մեջ այս հայտնության քիրքին խոսքերը պիտի կատարե եւ գադարել դա մեր մեջ եթե թույլ կտանք այդ շնորհքը մեր մեջ կկործե եւ կվայելենք այս ծևով կավարտվի գոր եւ այս ծևով մենք կավարտենք այսօր ամեն եղուր Տեր Հիսուս Մարանաթա ուրախությամբ եւ անոնք որ ճունին դերը իրենք այդ նույն ուրախությունը կգնան ունենալ ասելով որ դեր իմ սիրտս կփանամ հիմա եղուր իմ սրտիս մեջ
Ես կհավատամ, որ թունես դերը թակավորը ասմիակ Աստվածը փրկությունը մեղքեն մահեն թժողքեն սատանայեն ես կուզեմ գնաց այս գիրքին մեջ իմ անունս գրվի եւ կուզեմ որ հիմա կնես կսիմ ճաշակել քեզ եւ մտնալ այս Սուրբ Երուսաղեմ նոր Երուսաղեմ վերին Երուսաղեմ քաղաքը եւ այլը ճաշակել երկրի վրա այնինչ որ երկինքի մեջ կկատարվի որ եւ մինչեւ Քրիստոսի երկրորդ քանդուստը թունալ գրնաս խաղաղությունը խնդությունը սերը եւ իր ներկայությունը վայելել սիրելիս այստեղ ավարտենք մեր այս Մեր սերտողության մեծ ծրագիրը դասը ամսվա ծրագիրը հայտնության գիրքին կուզես PowerPoint-ը վերցնել այո այո շատ ուրախ ենք ինձի համար կվկայեմ որ մեծ խանդավառություն էր եւ շատ ուրախություն էր Պիտերին հետ ծարայելը եւ շատ շնորհք մնե անգլերեն բառը գսենք professional անցի հետ աշխատելը թե պատկամով թե PowerPoint-ով թե բացատրությունով թե խոնարհությունով այս ամեն գիտությունը եւ ինքը շատ խոնարհանցման է եւ դերը ժամանակին կփարսացնե չէ ամեն Պարկաշտո պարկը լամի անդերոչը մեկ պատկամապերնիկ միան ամեն շնորհակալ եմ ցեզ Սիրիներ, որ դուք ալմդի գրիք սորվեցակ, եթե հարցումներ ունիք, մեր իմեյլի ադրեսը մեր էջին վրան է կամ գնաք կոմենտներու վրա գրել, դերը ցեզի շատ օրհն է, ալավելի օրհն է եւ լավ որ ինչպես որ Պիտերը ասավ, դու երանելի մնես եւ ինքզինքդ այդպես սկա, ինքզինքդ դգարմի սկար, ինքզինքդ ծորավոր սկա, սկանչերի բացատրություններ սորվեցանք, կնամսել որ բոլոր մեր մտածելակերպը, բոլոր մեր հասկացողությունը փոխվեցավ մեր թե ազո խոսքին վրա եւ թե մեր կյանքին վրա Պիտեր եթե վերջին օրհնությունը կամ ըսելիք մունիս աղոթքով ավարտենք շատ լավ եւ շարունակենք կարդալ նորեն կարդացեք այս գիրքը մինչեւ ցես նորեն սրտի լսել մեջ մտնա այո նորեն կարդացեք նորեն լսեցեք դարաձեցեք այս պատկամները որ մեր կայքի էջին վրան է գրնաս հասցեն դա նորեն եւ գրնանք նաեւ շատ կփապակի որ 33 հանդիպի մորմը դարբեր եկեղեցիներու մեջ եւ նորեն սերդենք եւ սերդողություն ունենք 33 իրարու հետ դե ասված արտուրերը կփանա եկեք աղոթենք եւ դերոջը հանձնենք եւ վայելենք իր ներկայությունը եւ իր կենթանիությունը դեր Հիսուս շնորհակալ ենք մեզի այս համարյա մեկ տարվա ընթացքին մեր հետն էիր մեզի Զարավը ստեղծեցիր մեր սրտերու մեջ, մեզի հայտնության հոգի դվիր, շնորհքի հոգի դվիր, իմաստության հոգի, աղոթքի հոգի թափեցիր մեր մեջ, մեզի խորու բաները քո խոսքիդ բացիր եւ թեր ավելի ունենք սորվելու, ավելի ագրնան խորի երթալ, դեր շարունակի մեր լսողներուն, ընկերներուն սիրտերու մեջ կորձել այս գիրքի մարգարեության խոսքերով եւ դարածվի եւ ընդլայնցվի սպիրկի մեջ, Հայաստանի մեջ ամեն տեղ եւ 33 նաև ամեն համայնքներում մեջ կարողանանք միասին սերդել կարդալ եւ հովիվները եկեղեցիներուն կարդան սերդեն սորվեցնեն այս է մեր փապակը մինչեւ քու երկրորդ քալուստ կաղոթենք փրկության թիվը շատնա մարդոց անունները գնաց գիրքիդ մեջ գրվին օրտնե գարին քրոջի եւ իր առաքելությունը ծառայությունը եւ բտխափեր շարունակի անել բոլոր ծառայությունները եւ ամեն անոնց որ Աստծո խոսքի մեջ ճշմարիտ վարդապետությամբ խարթախ գաթը միսը գենթանիչուրը գմադուցեն իրենց ծառայություններում մեջ այս բոլորի Հիսուսի անունով կխնդրենք կաղոթենք որ քո օրհնություններ 7 երանելիությունները կան ամեն անոնց որ լսեցին կարդացին եւ գբահեն իրենց սրտերում մեջ այս մարգարեության խոսքերը քան որ ժամանակը մոտ է Փարքես հայր որդի եւ Սուրբ ոգի մարաթնաթա հալելույա ամեն Ամեն շնորհակալ եմ ցեզի շնորհակալ եմ Պիտեր եւ դերը եթե նորեն թուրմը փանա ծարայելու Պիտերին հետ տարբեր քիրքով կամ տարբեր նյութերով մենք կսպասենք դերոջ առաջնորդության մնացեք խաղաղության մեջ